Մորթը իրականում նորմալ երկրներում ավելի մսի ինքնարժեքի իջեցման վրա դրական ազդեցություն ունենում։ Հենց այդ հակառակը։ Տեսեք, սովորական բակային մորթի ժամանակ այդ կենթանու կաշին գցում են, ենթամթերքը գցում են, արյունը արդեն դուրս է գալիս, անցնում է հողին, խառնում է եւ այլն, սպանդանոցային մորթի ժամանակ ոչինչ չի կորում։ Արյունը պահվում է երշիկի արտադրության մեջ է օգտագործում, ճիշտ մորթի դեպքում կաշին արդեն կաշի գործարաններն են ընդունում կամ արտահանումը տեղի ունենում, միսը լաբորատոր ստուգման է անցնում հիվանդությունների եւ այլ տարբեր վնասատուների մակաբույծների հետ կապված, նոր մտնում է շուկա։ Բայց Հայաստանը, ես այդ մասին էլի խոսել եմ, Հայաստանը ինչով է տարբերվում մնացած Եվրոպայի երկրներից, մսի եփվածության աշճանով, հայերը միսը շատ են եփում։ Well done, որ ասում են, օրինակ, ենթադրենք steak-ը Եվրոպայում մարդիկ ուտում են rare, medium, հետո ամենաբարձր հրաժարկ են well done-ը, որը Եվրոպայում գրեթե չեն օգտագործում։